Տեղաշարժված քթային միջնորմ կամ ինչպես բոլորին հայտնի է քթի միջնապատի ծռվածություն։ Այն կարող է հանդիպել ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների մոտ, ինչպես արական, այնպես էլ իգական սեռի ներկայացուցիչների մոտ։ Սովորաբար ուղեկցում է առանց բարդությունների։ Բժշկական օգնության սպասարկման պայմանները դա պայմանավորված է ընդհանուր բուժառուի վիճակից, սովորաբար այս դեպքում ստացիոնար բուժման են ենթարկում բուժառուները, վիրահատական բուժման են ենթարկում և բուժումը լինում է պլանային։ Հիվանդների հիմնական գանգատները դրանք քթային դժվարաշնչությունն է, և այդ դժվարաշնչության հետևանքով սովորաբար ի հայտ է գալիս օրգանիզմում թթվասնի պակաս, որը կարող է պատճառ դառնալ գլխացավերի, ընդհանուր հոգնածության և ընդհանուր թուլության առաջացման, ինչպես նաև կարող է ի հայտ գալ հոտառության խանգարումներ։ Քթային դժվարաշնչության առաջացման պատճառը տվյալ դեպքում իհարկե քթային միջնապատի ծռվածությունն է, սակայն ոչ բոլոր ծռվածություններն են բերում դժվարաշնչության, սակայն տարիների ընթացքում քթի ֆիզիոլոգիայի խանգարման հետևանքով, երբ ի հայտ է գալիս նաև խեցիների մեծացում, հիպերտրոֆիա, դա նույնպես պատճառ է դառնում արդեն քթային դժվարաշնչության առաջացման և դրանք կարող են պատճառ լինել նաև քրոնիկական այլ հիվանդությունների առաջացման, ինչպիսին են քթի հարակից խոռոչների հիվանդությունները։ Քթային միջնապատի ծռվածությունը կարող է առաջանալ նաև քթի տրավմաների հետևանքով, որի արդյունքում առաջ է գալիս քթի միջնապատի ծռվածություն։ Հետազոտման ընթացքում տեսնում ենք տեղաշարժված քթի միջնորմը, որը կարող է լինել ինչպես ոսկրային հատվածում, այնպես էլ քթի միջնապատի աճառային հատվածում։ Բուժման միակ եղանակը դա վիրահատականն է, որը իրականացվում է սովորաբար հիվանդանոցային պայմաններում։ Նախավիրահատական շրջանում կատարվում է մի շարք հետազոտություններ, դա արյան ընդհանուր անալիզն է, արյան բիոքիմիական հետազոտություններն են, էլեկտրոկարդիոգրաման է, միևնույն ժամանակ քթի խոռոչում բորբոքային պրոցեսների առկայության դեպքում բորբոքային պրոցեսը հաստատելու կամ ժխտելու համար ստուգում ենք նաև բորբոքային մարկերներ, ինչպիսին են C-ռեակտիվ սպիտակուցը։ Հետազոտման համար կատարվում է առաջնային ռինոսկոպիա, ռինոէնդոսկոպիա, քթի հարակից խոռոչների բորբոքային պրոցեսները ժխտելու կամ հաստատելու համար կատարվում է նաև որոշակի հիվանդների քթի հարակից խոռոչների համակարգչային շերտանկարում, հիվանդներին կատարվում է նաև ռինոմանոմետրիա, դա քթային շնչառության աստիճանը գնահատելու համար է, կատարվում է առաջնային ակտիվ ռինոմանոմետրիա, կան հիվանդներ, որոնք գանգատվում են նաև քնի խանգարումներից քթային դժվարաշնչության հետևանքով, նմանատիպ պացիենտներին կատարվում է նաև քնի հետազոտություն քնի լաբորատորիաներում, ինչպես նաև կատարվում է ֆարինգոսկոպիա, բուժումը դա վիրահատական է ասեցինք, կատարվում է սեպտոպլաստիկա կամ ֆունկցիոնալ ռինոսեպտոպլաստիկա։ Հետվիրահատական շրջանում իրականացվում է անոթասեղմիչ կաթիլների օգտագործում և իզոտոնիկ կամ հիպերտոնիկ աղային լուծույթների օգտագործում, ինչպես նաև յուղային լուծույթների կիրառում քթի խոռոչի վերքերը արագ լավացնելու և հետվիրահատական շրջանի բարդություններից խուսափելու նպատակով։